Շոումեն Արամ Մելիքյանի ընտանիքի հետ կապված իրադարձությունները շարունակում են մնալ հանրության ամենաքննարկված ու հետաքրքրող թեման։ Արամ Մելիքյանը դստեր Ստելայի հետ նոր լուսանկարներ է հրապարակել ու դրանցից բավականին հետաքրքիր գրառում արել։ Կարծես պատրաստվում եմ տենց ձեռքը փոխանցեմ իր կյանքի սիրուն։ Ամբողջ աշխարհի տղաների համար ասեմ, որ իմ կուկլայի սիրտը զբաղված է, գրել էր Արամը, ակնարկելով Ստելայի կյանքում սպասվող փոփոխությունների մասին։ Մեկնաբանությունների դաշտում էլ բազմաթիվ էին քննարկումներն ու խոսակցություններն այն բանի մասին, որ Ստելան բավականին երիտասարդ է ընտանիք կազմելու համար։ Դրանի պատասխան Արամը նշել էր, որ դեռ չի ամուսնացնում դստերը։ Այժմ աստղային այլ նորություններ։ Երգչուհի Սոնա Ռուբենյանը հղիության մասին լուրը հայտնելուց հետո շարունակում է ակտիվ լինել ինստագրամյան հարթակում։ Նա իր դստեր Մարիի մասնակցությամբ նոր տեսանյութեր է հրապարակել, հայտնելով այն մասին, որ օրը եւ աշխատանքային է, եւ հանգստյան։ Ճանապարհից Էմիլը տարբեր մտքեր ա գնել։ Հիմա ես Մարին փորձում ենք։ Կարամ բացեմ։ Թու շատ եմ սիրում։ Բայց մարդկա այս Կեղևնելը չէ հետո ուտում, ես մեջին եմ միայն ուտում։ Իսկ դու ինչ ես ուտում։ Վայրի տանձ։ Էդի տանձ չի։ Տանձ է։ Տանձ չի, հեսա տանձը։ Դրա համար դա վայրի անունը։ Բաբալիկ ջան։ Նախորդ վիդեոն նայելիս հասկացա, որ սաունդչեկի ժամանակ վարվել եմ։ Հեյ։ Դա հեքիաթ եմ պատմելու քնես դու։ Հեյ խաչարություն անես։ Սպասի մամա, սպասիր։ Ինչի սպասեմ, չեկյոնքս խնդրում եմ, վախենում եմ, կընգնես։ Մարի, իբր հանգստանում եմ, պատրաստվեմ ելույթի։ Սիրանուշ Լազյանի դուստրը եւ Արաքսիա Մելիքյանի որդին համատեղ տեսանյութ են հրապարակել ու պատմել աստղային ծնողներ ունենալու բարդությունների ու խնդիրների մասին։ Star News-ն առանձնացրել է տեսանյութը, որը առաջարկում ենք ձեզ դիտել։ Ես Գուրգենն եմ Զաքարյան։ Ես Ալենն եմ Դանիելյան։ Ու մենք դերասանների երեխաներ ենք։ Дорогой дневник. Մենք դերասանների երեխաներ ենք եւ մենք ամբողջ մեր կյանքը ապրել ենք կուլիսներում։ ծնվել ենք կուլիսներում։ Ստիպված եմ եղել տեսնել նրանց մահը տարբեր տեղերում։ Շատ դաժան էր, երբ որ մաման ներկայացման մեջ մահանում էր։ Мне не подобрать слов, чтобы описать боль и унижение, которое я испытал сегодня. Մենք դերասանների երեխաներ ենք եւ մենք ծնողներին տեսել ենք տարբեր տեսքերով, այսինքն վհուկ, կալոուն, կապի։ Ծերացած տատիկ։ Եվ մեր տանը միշտ կա ծաղիկ։ Մենք ստիպված ենք նկարել այս վիդեոն տարբեր պայմաններում։ Մենք ապրում ենք դերասանների ընտանիքում եւ մեզ թույլ չեն տալի ունենանք մեր սեփական կարծիքը։ Դրա պատճառով մեր վիդեոյի կեսը նկարում ենք ավտոմեքենայի մեջ ճանապարհին ու չգիտենք ուր ենք գնում։ Ինչ կա դերասանի մեքենայում։ Մենք բարձեցինք մեր լոկացիան։ Մենք հնարավորություն ունենք շփվենք Սաշի հետ։ Մենք շատ շնորհակալ ենք, որ մենք հնարավորություն ունենք շփվենք Սաշի հետ։ Դերասանների մեծամասնությունը իրանց երեկոն ավարտում է հենց այսպես։ Մենք ապրում ենք դերասանների ընտանիքում ու Այս են շիչ, դուք մտածում եք։ Դերասանուհի Անահիս Սարդարյանը հերթական անգամ ահազանգում է։ Նրան նամակ էր եկել ճանապարհային ոստիկանությունից, ինչը հետո արդեն պարզվեց, որ կեղծ է։ Դա զեղծարարություն է։ Անահիս Սարդարյանը խոսել էր այդ մասին, ինչպես նաև դիմել ոստիկանությանը, որ իրենց գործը պատշաճ անեն եւ որպիսի մարդիկ խուսափեն այսպիսի զեղծարարություններից։ Star News-ն առանձնացրել է դերասանուհու խոսքը։ Առաջարկում ենք դիտել այն։ Ճանաչող մարդիկ վստահ գիտեմ, որ ես մեդիագրագետ անձնավորություն եմ, այսինքն զեղծարարությանը չեմ խափնում, բայց ես ձեզ երդվում եմ
հայա մուծում է ես ամեն ինչը, որովհետև ու պրիտոմ սեղմել եմ սաղբան, գնացել եմ ասում կարող է, ինչ որ մի բան մոռացել, 24000 դրամանոց ակտաբաց է, տվյալները ուզում road policy անունից եւ այլն, ներքին գործերի նախարարություն, ես հասկանում եմ ջանիկներ, որ դուք չափազանց զբաղված եք քաղբանտարկյալների բռնելով, ընդդիմադիրներին, պոլերին տալով եւ նման հարցերով, բայց կարող նաեւ զբաղվեք հասկանաք, այս ինչ նամակներ է քաղաքացիներին գալի ու քանի քաղաքացի է դեռ այսպես խախտվելու։ Ինձ նամակ է եկել Այն որ ասում է ընդդիմադիրներին պոլերով տալը շաքարով կտրեմ, կարող է ձեր գործով է զբաղվեք, կարող է օրինակի համար այսենց մարդկանց, դուք գիտեք քանի հատ նամակ ես նոր ստացա, որ վայ Անայջան վճարել եմ, վայ խապնվել եմ, վայ սենց եմ արել, վայ նենց եմ արել։ Իսկ այդ նամակները դուք չեք ստանում, ժամանակ չունեք ջանիկներ, վայ, բա ինչ անենք, ինչով օգնենք ձեզ։ Գանք մենք պոլերով տանք ընդդիմադիրներին, դուք ձեր գործով զբաղվեք, ձեր այն բուն գործով, որով որ պիտի զբաղվեք, ու որի համար մեր բոլորի հարկերից աշխատավարձ եք ստանում։ Դերասանուհի Աննա Մանուչարյանն արդեն տևական ժամանակ է ինչ բնակություն է հաստատել Միացյալ Նահանգներում։ Նա նոր տեսանյութ է հրապարակել, որի ընթացքում խոսել է Երևանի հանդեպ ունեցած կարոտի եւ այլ զգացողությունների մասին։ Star News-ը ձեզ ներկայացնում է դերասանուհու հուզիչ խոսքն առանց մեկնաբանության։ Ուրեմն ընկերներիս հետ խոսում եմ Երևանի ժամանակով գիշերը 12:40-ի կողմերն է, մեր մոտ դե ցերեկ։ Ասում են իջնում ենք սրճարան կենտրոն, Սարյան փողոցի վրա գտնվող սրճարաններից որևէ մեկը։ Ես նույնիսկ գիտեմ, որ այդտեղ վերանորոգումներ են, ասֆալտի եւ խցանումներ են եւ մի խոսքով ասես մանրակրկիտ տեղյակ եմ։ Մի խոսքով հասնում են այդ սրճարանների փողոց ու ես լսում եմ մարդկանց աղմուկը, երաժշտությունը, իրարանցումը, այդ աժիոտաժ, ասեմ Աստված իմ, այդ ժամին այնքան հիմա այնքան ենք մենք հետ վարժվել, որովհետեւ այստեղ 9-ից հետո շատ հազվադեպ սրճարաններ կարող ես գտնել, որոնք բաց են, որտեղ կարող ես թեյ խմել, զրուցել ընկերներիդ հետ։ Կարող է քլաբերը բացեն, ես երբևէ չեմ սիրել, մի քիչ տեղեկացված չեմ այդ առումով, չգիտեմ, բայց որ գնաս միտեղ նստես ինչ-որ մեկի հետ զրուցես, տենց բան չկա այստեղ, sense մի տեսակ կյանքը կանգնում է երեկոյան ժամերի։ Ես հիմա պատկերացնում եմ Երևանյան ամառային տաք երեկոները, այդ իրարանցում Աստված իմ գժվում է, շատ եմ կարոտել, շատ Երևան ջան, օրո, շատ։ Մի բան ասեմ, երբ Երևանում էի եւ եթե լսում էի Հայաստանից դուրս գտնվող մարդկանց կարոտի մասին նման արտահայտություններ, ոնց որ ես եմ ասում կարոտել եմ շատ, մի անգամ ասում եի կարոտել եք, վեր կացեք, հետ եկեք։ Ասում եի տոմս գնեք, հետ եկեք, ինչ եք ձև թափում, կարոտել եք, եկեք։ Այնքան հեշտ էր թվում։ Հիմա որ այստեղ եմ հասկանում եմ այն բոլոր նրբությունները, որոնք նրբություններ են, չէ, այն բոլոր բարդությունները, որոնք թույլ չեն տալիս ամեն ուզածդ պահի տոմս գնել եւ վերադառնալ, դա ֆինանսի հետ, ինչ որ առումով ֆինանսի հետ է կապված, ոչ թե տոմս գնելու ֆինանսի, այլ ուրիշ։ Ես ուզում եմ սրա այս թեմայի շուրջ մի ամբողջական ռիլ նկարել, որպեսզի ընդհանուր պատկերացում կազմեք այն բոլոր ճյուղավորումների մասին, որոնք դառնում են մի ամբողջական խնդիր եւ թույլ չեն տալիս, որ դու ուզածդ պահի կարողանաս տոմս գնել եւ վերադառնալ ընտանիքիդ գրկել, սիրել, կարոտը դառնել։ Ձեզ թվում է մենք չենք ուզում, ուղղակի մի քիչ այդքան հեշտ չի, ոնց որ պատկերացնում ենք այդտեղ։